Աշխատանք բարձրության վրա ռիսկեր և պատասխանատվություն։ Բարի գալուստ մեր աշխատանքային անվտանգություն միջավայր փոդքասթ։ Այսօր խոսելու ենք աշխատանքային անվտանգության ռիսկերի մասին, որոնք վերաբերվում են բարձրության վրա աշխատանքներին։ Այդ ուղղությամբ մենք հրավիրել ենք հյուր մեր հաղորդմանը Հայեքշին շինարարական ընկերության աշխատանքի անվտանգության ճարտարագետ ինժեներ և բնապահպանության մասնագետ տեխնիկական գիտությունների թեկնածու Եղիշե Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն, որ հյուրընկալել եք մեր տաղավարում, խնդրենք մի քիչ պարզաբանենք եւ հարության իրազեկվածությունը բարձրացնենք աշխատանքի անվտանգության եւ բարձրության վրա աշխատանքների ուղղությամբ։ Շնորհակալություն հրավերի համար, ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, շատ գովելի նախաձեռնություն է։ Մնում է, որ դրան դարձնենք ավելի կիրառելի եւ ուսանելի։ Ինչ ասել է բարձրության վրա աշխատանք 22 թվականին ընդունված շինարարական նորմով արդեն իսկ մակերևույթից 1.3 մետր բարձրության գտնվելը արդեն դառնում է աշխատանք բարձրության վրա, որը լի է բազում վտանգավոր գործոններով, ինչպես դուք նշեցիք, տարածությունը եւ սահմանը կորում է բարձրության վրա, մնում է միայն մարդու զուտ ֆիզիկական ընկալումը, որ ինքը գտնվում է օդում։ Հայաստանում ձեր փորձով որն է հիմնական ռիսկը, սարքավորումները, մարդկային սխալը, թե մշակույթը։ Տեսեք, սարքավորում, մարդկային գործոն, մշակույթ, ձեր թվարկածները բոլորը ունեն իրենց ծանրակշիռ դերակատարումը բարձրության վրա աշխատանքից, ու ասեմ, որ ես վերջերս տակավին 4-5 օրվա ընթացքում մենք ունեցանք 3 դեպք բարձրությունից ընկնելու, որից մեկը մահացու ելքով, ինչն է հիմնական պատճառը։ Հիմնական պատճառը դա մարդու անուշադրությունն է, այսինքն մարդկային գործոնը։ Մենք սոցիալական խնդիրներից ելնելով զարկ ենք տալիս աշխատանքին, որպեսզի վաստակը շատացնենք, բայց մոռանում ենք, որ մենք հրեշտակ չենք, թևեր չունենք եւ ծանրության ուժը ոչ մեկ չի անել։ Այսինքն Նյուտոնի հայտնաբերած ծանրության ուժի ազդեցությունը մենք բացառում ենք։ Ու այս պարագայում ուժեղանում է կամ պետք է ուժեղանա գործատուի դերակատարությունը եւ սարքավորումների մասով, եւ ռոլինգվածքների մասով, եւ տեխնիկական միջոցների մասով, ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական պաշտպանության միջոցների մասով, գործատուի դերը պետք է ուժեղանա, դրանց կիրառումը, դրանց համապատասխանությունը, դրանց փորձարկումների ժամանակին անցկացումը եւ ամենագլխավորը, որ կուզենայի շեշտել, դրանց կիրառման պարտադիր լինելը։ Ինչ հիմնական պաշտպանական միջոցներ են անհրաժեշտ, որ առաջնային են եւ փոքր գործատուները, ովքեր մեծ ծավալով չեն աշխատում, բայց մինիմալ ծախսերով կարողանան մինիմիզացնել ռիսկերը, գոնե որոշակի չափով։ Ու բարձրության վրա աշխատանքի անվտանգության ապահովման հիմնական միջոցը դա եւ ամենամատչելի միջոցը դա ապահովության գոտու կիրառումն է։ Ապահովության գոտին առանձնապես լուրջ ծախս չի ընկերության համար, ստեղ խնդիրը գնում է թե ոնց կիրառեն, երբ կիրառեն եւ ինչ պայմաններում պետք է դա կիրառել։ Օրինակ այսօր առավոտյան նոր աշխատակցին սովորեցրել եմ անվտանգության ապահովության գոտին հագնելը։ Ասում եմ, այն մյուս տեղերը տվել են, ոնց կարացե հագել եմ, ասում եմ ոչինչ։ Այն մյուս տեղերը մոռանում ես, հագնում ես սենց։ Այսինքն ինքը լուրջ նյութական ծախս չի, բայց ինքը աշխատող միջոց է։ Մյուս կողմից մի քիչ ավելի տեխնոլոգիական process-ին համապատասխան պետք է հավաքվեն
կամրջակներ, անցումներ, հարթակներ բարձրության վրա աշխատելուց, որոնց համար ամենակարևոր բաղադրիչը դա բազրիկի առկայությունն է եւ հարթ ոտատակը։ Ոտատակը պետք է լինի հարթ, առանց բարձրության փոփոխության, հա, առանց փոսրակների, առանց լայն ճեղքերի, պետք է լինեց, որ աշխատողի ձեռքից ընկած ցանկացած առարկա մնա հարթակի վրա։ Այսինքն պետք է լինեն ապահովության կողեր, հա, առնվազն 10 սանտիմետր բարձրության, հա, եւ եթե անհրաժեշտություն կա, կարելի է նաեւ հարթակը ցանցապատել, տանիք տեղադրել, հա, որպեսզի արդեն մթնոլորտային օդի աղտոտման ներողություն, մթնոլորտային օդի պահպանման մասին օրենքի պահանջները կատարվի, եթե փոշու խնդիր կա, պահպանվի, բայց սովորաբար խորհուրդ է տրվում հարթակները ցանցապատել, որպեսզի առարկաներ իրեր վերևից չընկնեն ներքև համեն։ Միևնույն ժամանակ sense ավելի հայերեն ստացվեց, դա ոնց որ դրանք լուրջ ծախսեր չեն, բայց պայմանավորված է միջոցառումների քանակական եւ որակական բնութագրերը պայմանավորվում են տեխնոլոգիական process-ով։ Եթե տեխնոլոգիական process-ը մեզանից պահանջում է երկարաժամկետ, նո ասենք կես օրից ավել այնտեղ գտնվել ու հետո դա նորից պետք է կիրառվի շարունակաբար, մենք արդեն այդ պարագայում սարքավորում ենք, կահավորում ենք հարթակներ, անտառակների միջոցով կլինեն դրանք տելեսկոպիական հարթակներ, որոնք բարձրանում իջնում են եւ հաճուձախ կառավարվում են, այնց որ դա պայմանավորված է տեխնոլոգիական process-ով։ Շնորհակալություն։ Հայաստանում ստացվում է արդյոք բավարար վերապատրաստում բարձրության անվտանգության թեմայով։ Տեսեք, օրենսդրական առումով վերապատրաստում որպես այդպիսին, հա, մենք բարձրության վրա աշխատանքների մասով կատարում ենք ըստ հրահանգի, իսկ այն կազմակերպությունները, այն ընկերությունները կամ չգիտեմ անհատձեռնությունները, որոնք բարձրությունների վրա աշխատանքներ կատարում են եւ միաժամանակ ծառայություն են մատուցում հանրությանը, հա, իրենք պետք է անցնեն ուսուցում պետության կողմից լիցենզավորված կազմակերպություններում կամ կոնկրետ լիազոր մարմնում։ Դրանից հետո նոր իրենք իրավասու են իրականացնել վերամբարձ աշխատանքներ, մատուցել ծառայություններ։ Օրինակ ներքին գործերի նախարարության Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայությունը որպես լիազոր մարմին իր ստորաբաժանումներում իրականացնում են նման բնույթի ուսուցում, վարժանքներ եւ տալիս է վերամբարձ աշխատանքների կատարման թույլտվություն։ Որքանով փրկարարական պլանը կարևոր է ու որքանով է ինքը օգտագործվում։ Արդյոք գրում են փրկարարական պլանը այն որպես փաստաթուղթ մնում է, թե կիրառելի է։ Տեսեք, կոնկրետ արտադրության մեջ փրկարարական պլան ասածը մի քիչ շատ ավելի բյուրոկրատական նշանակություն ունի, ոչ թե ես դրան դեմ եմ, այլ ես կողմնակից եմ, որ ուժողին ավել վնասված չհասցնենք։ Ինչ է դա նշանակում։ Երբ որ մարդը բարձրություն ծնկնում է, առնվազն ոսկրային կոտրվածքներ ունենում, եթե ոչ շատ, հա, այդ պարագայում ինչ որ ձև օգնություն ցույց տալը խորհուրդ չի տրվում։ Դրա համար կանչում ենք շտապ օգնություն, փրկարար ծառայություն, եթե դրա կարիքը կա, բայց բանի ունեք շտապ օգնությունը, շտապ օգնության բժիշկները, վնասվածքաբանները տիրապետում են այդ տակտիկային, հա, եւ նրանց համար մենք ասենք չէ մեր տակտիկայով պետք է շարժվենք, դա ոչ մի կերպ ընդունելի չի, որտեղ բժիշկը գիտի ինչ ձև օգնություն ցույց տա։ Ինչ անել, որ գործատուներն ու աշխատողները ավելի լուրջ մոտենան աշխատանքային անվտանգությանը եւ անվտանգության մշակույթի զարգացման ու ներդրմանը։ Ասեմ ինչ անենք ու մի քիչ ասես թեկուզ հումորով նայենք,
Հա, այդ այն հարցն է, երբ որ բոլոր ժամանակների բոլոր փիլիսոփաները դրա մասին մտածելուց ինքնասպան են եղել։ Այսինքն, հա, մշակույթի տարածումը դա ոնց ասեմ, առաջինը մենտալիտետի խնդիրն է։ Այսինքն տուժտուգանքներով այդ հարցը Տուժտուգանքով այդ հարցը չի լուծվում։ Օրինակ, հա, միևնույն հարթակում աշխատում են տարբեր կամպանիաներ։ Մի կամպանիան մի միջոցառում է արել, այն մյուս ընկերությունը մեկ այլ միջոցառում է, այն մեկը ընդհանրապես ոչինչ չի անում, հա, արդյունքում բոլորի մոտ ամեն ինչ լավ է։ Հիմա ով է ճիշտ։ Դա դրա համար եմ ասում բոլոր ժամանակների բոլոր փիլիսոփաները դրա մասին մտածելուց արդեն ինքնասպան են լինում, որովհետև չկա լիարժեք ինչ-որ բան, հա, ասում եմ, երբ որ ասում եմ անվտանգության գոտին հագի, ասում եմ, դե կամանդիր, հեսա հելնում եմ ինչն եմ, էլի։ Կամ ամբողջ կյանքում այդ գործը արել եմ, բան չի եղել, ուզում ասեմ, միանշանակ ասես տուգանքներով, չէ, այդ այն պահն է, երբ որ եւ գործատուն, եւ աշխատակիցը պետք է հասկանան, որ կյանքը մի անգամ է տրվում եւ մի աշխարհ ծանոթ ունեմ, ով ինձ անընդհատ ականջից փսփսում էր, ասում էր Սարգսյանը սատանեն մի անգամ է խնդալու։ Ճիշտ ասում քայլ։ Դե ճիշտ է, փաստացի, հա, երբ որ մենք այդ խնդալու համար առիթներ շատ ենք ստեղծում, այդ առիթներից մեկը իրացվելու է։ Դրա համար որ սա կրթության պակասից է, մենք կրթվելու փոքրուց դպրոցից, որ համալսարաններից, մշակույթի ներդրումը Չէ, ինքը ավելի շատ սոցիալական է։ Օրինակ, հա, արտասահմանյան մշակույթից մի էլեմենտ ասեմ, հա, երբ որ եգիպտացիները մեր մոտ աշխատում էին, ինձ ասում է, հիմա որ ես վնասվեմ, ընկերությունը ինձ բուժելու է, ասում չէ, չի բուժելու քեզ։ Ասում դու ինչ ես ուզում վնասվես, որ ընկերությունը քեզ բուժի։ Ասում դե կարա լինի, ասում չէ, չի կարա լինի։ Նայ ես քեզ բացատրում եմ, որ եզրին աշխատելուց դու պետք է ազդող ուժը միշտ դեպի քեզ լինի, որ հանկարծ քո ուժը քեզ չտանի առաջ։ Հա, ասում եմ, հա, նու ես հայերեն էի խոսում, թարգմանիչն էր թարգմանում, ամեն դեպքում ինքը հասկացավ, որ ոնց պետք է անի, որ ինքը հանկարծ չվնասվի, վնասվելը դա չի խրախուսվում։ Եթե դու ուզում ես վնասվես, որ քեզ տանք, բուժենք, լավացնենք ու գնաս տուն, ասում եմ, մենք այդպես չենք աշխատում։ Եթե մի բան փոխելու հնարավորություն ունենայիք, 3 քայլ, որոնք հիմնականում կձեռնարկեք, որ Հայաստանում փոխեիք մի իրավիճակ։ Առաջին հերթին իրավիճակը փոխելու համար սենց չեմ ուզում շատ այդպես պաֆոսնի բաներ ասեմ, բայց կոնկրետ ոլորտներ լիցենզավորվում են։ Հիմա ճիշտ է, պետությունը որոշեց կազմակերպություններին չլիցենզավորել, այլ անհատներին լիցենզավորել, որը շատ չի ասի ճիշտ է։ Ամեն դեպքում կազմակերպությունն է այդ մշակույթը կրողը եւ այդ մշակույթը տարածողը։ Ամենայն դեպս առաջինը ես էդի կփոխեի, որ ցանկացած պրոյեկտ իրականացնելիս առաջինը ներկայացվի այդ process-ի անվտանգության կառավարման պլանը։ Երկրորդը, որ այդ կառավարման պլանը ունենա ռեալ նյութատեխնիկական ապահովում։ Եվ երրորդը, որ բոլոր մասնագետները, բոլոր աշխատակիցները անցնեն պարտադիր ուսուցում եւ գիտելիքի ստուգում, անկախ նրանից բարձր վրա են աշխատում, թե գետնի վրա։ Ինչքանով ենք մենք Հայաստանում մոտ ԵՄ ստանդարտների կամ ISO ստանդարտների 4501-ի, ինչով ենք մենք ինչ-որ բան ունենք այդ ուղղությամբ արված Հայաստանում կամ աշխատանքություններ կան, որ այդ ստանդարտը ներդնում են իրանց մոտ կամ փորձում են։ Տեսեք, ISO ստանդարտ, հա, OHS ստանդարտ, հա, բրիտանական, ամերիկյան, եվրոմիոն
անվտանգության ստանդարտներ եւ այլն, հա, շատ լավ հնչում է։ Իդեպ ասեմ, որ ISO 45001-ը 19 թվականից Հայաստանում ներդրված է որպես հայկական ստանդարտ, ISO-ի հետ համադրելի, հա, շատ դեպքերում մեր օրենսդրական կամ իրավական ակտերի պահանջները չեն զիջում ոչ եվրոպական, ոչ ամերիկյան ստանդարտներին, բայց ներողություն ոչ թե ստանդարտներ, նմանատիպ փաստաթղթերի պահանջներին, այստեղ խնդիրը արդեն սոցիալական, հասարակական ընկալումն է, որ դրսում գործատուների համար շատ ծանր պայմաններ ստեղծված արտակարգ պատահարների կամ արտադրական պատահարների հետևանքների մասով եւ գործատուն նույն եվրոպական երկրներում ինքը չի մտածում անի թե չանի, ինքը մտածում է ինչքան շատ անեմ, այսինքն ինքը ինչքան շատ միջոցառումներ իրականացրեց, ինչքան շատ գործիքներ, սարքավորումներ կիրառեց, ինչքան շատ տրեյնինգ արեց, այդքան ինքը իր սոցիալական ռիսկը նվազեցնում է։ Այսինքն առաջին հերթին ընկերությունը աշխատում է իր համբավի ձևավորման վրա, որ հանկարծ այնպես չլինի, որ իմ ընկերությունում լինի պատահար։ Օրինակ Լիդիան Արմենիան ներողություն, Լիդիանը, որ եկավ Հայաստան, դարձավ Լիդիան Արմենիա, իր կարգախոսն էր 0 միջադեպ։ Ու երբ որ ինքը 1 միլիոն մարդ ժամ աշխատանքային ծավալը հատեց, ինքը մեծ տոն էր դա իր համար, որ 1 միլիոն մարդ ժամ ինքը առանց պատահարի աշխատել է։ Եվ վերջում ամփոփելով ու հարցին պատասխանելով, չեք կարծում եք, որ անվտանգության ինստիտուտի ներդրման խնդիր ունենք, սկսած անվտանգության ինժեներներից կամ այդ գաղափարից, ովքեր պետք է լինեն այդ անվտանգության ապահովող մարդիկ։ Հարցը իրոք հետաքրքիր էր եւ շատ ցավալի, չի ասի վիճելի, միանշանակ անվտանգության ինստիտուտի, արտադրական անվտանգության ինստիտուտի ներդրումը օրենքով պարտադրված է։ Այստեղ մնում է, որ արդեն եւ գործատուն եւ լիազոր մարմինները ճիշտ գնահատեն, ճիշտ աշխատեն, այդ ուղղությամբ լիազոր մարմնի հետ այսօրվա մեր շփումները միայն տուգանային միավորների մասով է, բայց ոչ խորհրդատվական, ոչ ուսուցողական չունենք։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգության ինժեների ինստիտուտին, այո, անվտանգության ինժեներներ պետք է լինի լիցենզավորված, ոնց որ շինարարը, ոնց որ կոնստրուկտորը, ոնց որ ջրամատակարարողը, հիդրոինժեները եւ ճանապարհաշինարը եւ այլն։ Չէ, սա է ինժեներական մասը։ Ու ասեմ ավելին, եթե հիդրոշինարարը մենակ իր հիդրոդինամիկ երևույթներն է ուսումնասիրում, չգիտեմ, կոշտություն, կայունություն, հուսալիություն, ապա անվտանգության ինժեները այդ ամբողջ process-ն է ապահովում։ Սկսած շինհրապարակի մուտքից ավարտված արդեն տանիքի փառատոնը, օրինակի համար տանիքի փառատոնը, այդ նշանակում ավարտեցինք աշխատանքները։ Շնորհակալություն։ Մեզ հետ էր Հայեքշին ընկերության անվտանգության իմ ճարտարագետ, աշխատանքի անվտանգության փորձագետ, գիտությունների թեկնածու Երուշե Սարգսյանը։ Բարձրության վրա աշխատելը երբեք անվտանգ չի կարող լինել, բայց մենք մեր մշակույթով, ուսուցմամբ եւ ռիսկերի կառավարումով կարող ենք նվազեցնել ռիսկերը։ Աշխատանքի անվտանգությունը դա օրենք չէ, դա մեր կյանքի ապահովագրություն է, որ մենք պետք է հետևենք անվտանգության կանոններին։ Շնորհակալություն, որ մեր հետ եք, ձեզ հետ է Լիանա Խաչատրյանը, աշխատանքի անվտանգության փորձագետ, ինչ հաջող թողարկում, եղեք անվտանգ եւ մտածեք, որ ձեզ ձեր տանը սպասում է եւ աշխատեք անվտանգ։ Շնորհակալություն։